Մենք այսօր այստեղ հավաքվել ենք, որպեսզի հերթական անգամ մեր բողոքի ձայնը բարձրացնենք Եվրամիության դեսպանության շենքի առջև կապված Հայաստանում իշխող ռեժիմի կողմից շարունակական քաղաքական բռնաճնշումների հետ։ Ընդհանրապես վերջերս մենք ֆիքսեցինք իշխող ռեժիմի կցորդն անցկացող դատարանի հերթական ապօրինի որոշումը կապված հիմնեմնի մի ոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նայք Սամսոնյանի եւ Վազգեն Սահակյանի հետ։ Հիշեցնեմ, որ դատարանը հերթական անգամ ապօրինի կերպով երկարացրեց նրանց կալանքը այս անգամ 3 ամսով։ Քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հենց դատարանի դահլիճում հայտարարած անժամկետ հացադուլ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական բանտարկյալ, ով այս պահին գտնվում է հացադուլի մեջ եւ Կիրակի օրը տեղեկություն տարածվեց, որ նրան տեղափոխել են Բաջախոց։ Սա չլսված եւ չտեսնված բան է, որ հացադուլավոր անձին, քաղաքական բանտարկյալին տեղափոխում են ոչ թե հացադուլավորների համար նախատեսված հաստատություն, անհրաժեշտ պայմաններով, այլ տեղափոխում են Բաջախոց։ Մենք Եվրամիության եւ մասնավորապես Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսի ուշադրությունն ենք հրավիրում այս փաստին։